Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեծ հյուրընկալվելու համար։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Տարին Նիկոլ Փաշինյանը սկսել է վեհափառին հեռացնելու գործընթացի կոնկրետ քայլերով, նոր էր 2026 թվականը մուտք գործել, երբ Փաշինյանը իր կեցավայրից հրապարակեց հայտարարություն, տեսանք, որ նա կանգնած է, նրա կողքը 10 եպիսկոպոսները եւ հայտարարություն են ստորագրում եկեղեցու բարենորոգման, հետո արդեն նշվեց, որ հանդիպում է եղել նրանց հետ, այդ խորհուրդը ձևավորվել է, Անդրանիկ հանդիպումն է եղել, արդեն ճանապարհային քարտեզ ունեն եւ երեք մենք տեսանք, որ 13 քահանաներ միացել են այս գործընթացին եւ միգուցե շարունակական լինի եւ շատերը մտահոգիչ են համարում այս ամեն ինչը, որ Փաշինյանին այնուամենայնիվ հաջողվում է ինչ որ քայլերով պառակտել եկեղեցին։ Առաջնային նպատակը նրա դա է։ Դուք ինչ խնդիր եք տեսնում։ Շնորհակալություն։ Ես ուղղակի հիմա չգիտեմ որտեղից սկսել։ Եթե սկսենք Նիկոլ Փաշինյանի անօրինական գործողություններից, ես կարող եմ ասել, որ նրա գործողությունները հայոց առաքելական եկեղեցու դեմ չեն տեղավորվում օրինականության ոչ մի դաշտում։ Իսկ ինչ վերաբերվում է այդ 10 կամ 12, ես կասեի, ծախված եպիսկոպոսներ եւ 13 քահանաներ են միացել։ Եպիսկոպոսներին ես ուղղակի մի բան էլ կասեի։ Հարգարժաներս, եթե դուք իսկապես դժգոհ էիք վեհափառից, այդ ինչու առաջ ձեն չէիք հանում, ինչու լեզուներդ փորներդ գցած նստած էիք եւ չէիք խոսում, բայց հենց որ վարչապետը հելավ եւ որոշեց եկեղեցին պառակտել, դուք անցաք պառակտողի կողմը։ Դուք կարծում եք նրանք ծախված են, ասացիք ծախված։ Գուցե ծախված են, գուցե առնված են, գուցե վախեցած են, գուցե նեղացած են, բոլոր ասում են 5 միլիոնի դիմաց է այս ամենը արվում։ Այո, բոլոր դեպքերում նրանց գործողությունները բարոյական չէ։ Ես նրանց համարում եմ անբարոյականներ, որովհետև լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, հասնել այդպիսի մակարդակի եւ երկար տարիներ աշխատել կաթողիկոսի հետ եւ հենց որ տեղը գա կանգնել նրա թիկունքին խփել, դա անբարոյականություն է։ Այդքան տղամարդ էիք, կանգնեիք դեմ դիմաց, այն ժամանակ բողոքեիք։ Սա իր հերթին։ Եվ հետո ես զարմանում եմ, որ մարդիկ ասում են, մենք Նիկոլ Փաշինյանը առաքելական նոր եկեղեցի է ստեղծում, չի կարող առաքելական նոր եկեղեցի ստեղծել, որովհետև առաքյալների ժամանակներն անցել են, Նիկոլ Փաշինյանն էլ առաքյալ չէ, որ նոր եկեղեցի ստեղծի, առաքելական եկեղեցի ստեղծի։ Նիկոլ Փաշինյանը ամենաշատը կարող է իր նոր եկեղեցական ընկերությունը ստեղծել, նոր եկեղեցական ընկերությունը ստեղծել եւ նա ուզում է իր եկեղեցին ստեղծել։ Այն եկեղեցին, որը կնստի եւ դուրս կգա, կկանգնի միայն իր հրամանով։ Հասարակ մի բան էր։ Բայց նա դա ուզում է անել էջմիածնում, փաստորեն։ Գիտեք ինչ կա, վերջի վերջո եկեղեցական կանոնադրությամբ, նույնիսկ եկեղեցական կանոնադրությամբ, եթե անօրինական ճանապարհով վեհաբարին նրան հեռացնեն, միևնույն է, եկեղեցական ընդհանուր ժողովը պետք է նոր կաթողիկոս ընտրի։ Դե ասում է տեղապահ պետք է ընտրվի, հետո կանոնադրությունը փոխվի, նոր կաթողիկոս ընտրվի։ Ահա։ Այսինքն, եթե նա ուղղակի ուզում էր վեհափառին հեռացներ, ապա ինչու է նա կանոնադրության եկեղեցում փոփոխման մասին խոսում։ Այսինքն նա նպատակը միայն վեհափառը չի։ Այո, իր եկեղեցին ստեղծելն է, որովհետև իր գործողություններին առաջիկայում իր այդ ցնորական գաղափարի 4-րդ հանրապետություն կոչեցյալ, որ ինքն ասում է, որը ամենամեծ վտանգն է հայ ժողովրդի վաղվա օրվան, որովհետև դուք չեք պատկերացնում դրա հետևում ինչքան մեծ վտանգ կա, ինչ է նշանակում 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետության դեպքում
ինքը իրավունք է ստանում փոխել սահմանադրությունը, որը Ալիևի պահանջն է։ Ինքը իրավունք է ստանում փոխել այն բոլոր օրենքները, օրներքը, զինանշանը, բոլոր այն բաները, սահմանադրությունը եւ այդ բոլոր պայմաններում ինքը ոչնչացնում է եւ ամենամեծ վտանգը գիտեք որն է, որ ասենք եթե Աստված չանի, մենք թույլ տանք, որ ինքը իրականացնի դա, Հայաստանի կործանում կսկսվի այն րոպեից, երբ 4-րդ հանրապետությունը հաստատելու համար միավորված ազգերի կազմակերպությունում նոր խնդիր կառաջանա 4-րդ հանրապետության ճանաչման վերաբերյալ եւ այդ ժամանակ ասենք Ադրբեջանը, Ալիևը կասի ես նոր քո 4-րդ հանրապետությունը ճանաչում եմ ասենք 10200 քառակուսի կիլոմետրի վրա, որովհետև մնացածը արևմտյան Ադրբեջան է եւ վերջացավ գնաց։ Այսինքն այս ժամանակավոր հրադադարը ձեռնտու է Ադրբեջանին ավելի շատ, որ Ադրբեջանը կարողանա հնարավորություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար, ստեղծելու իր եկեղեցին, ոչնչացնելու այն ուժերին, որոնք իրեն պետք է հեռացնեն Բայց ինչպես եղավ, որ այդ մարդիկ միացան Փաշինյանին։ Ինչպես եղավ, որ այդ մարդիկ, ովքեր միշտ թիրախավորվում էին հենց Փաշինյանի կողմից, տարիներ շարունակ դեռ Փաշինյանը վարչապետ չէր, հանկարծ այդ մարդիկ դարձան բարենորոքիչներ, կանգնեցին Փաշինյանի կողքին, նույնիսկ շնորհակալություն են հայտնում, ասում են Փաշինյանը եկեղեցու մեջի խնդիրներն է բարձրացնում։ Սա էլ ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը չկայացած ժողովուրդ է։ Սա ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մեջ հիմնականում այդ բոլոր մարդիկ իրենց տեղում չեն գտնվել։ Այդ հոգևորականները, որոնք այսօր անցել են այնտեղ, ուրեմն իրենք կեղծ հոգևորականներ են, որովհետև հոգևոր մարդը, ես այդպես եմ պատկերացնում, հոգևոր մարդը չի կարող ամեն օր նոր տեր ընդունել։ Եթե հոգևոր մարդը ձեռնադրվել է վեհապարի կողմից որպես եպիսկոպոս եւ այսօր նա այդ ձեռնադրվածությունը մի կողմ գցելով դեմ է դուրս գալիս նրա դեմ, դա նշանակում է, որ ինքը հոգևոր չէ, հոգևոր աշխարհի հետ կապ չունի, ինքը զուտ հոգու մեջ երևի բիզնեսմեն է, հոգու մեջ բիզնես է անում, որտեղ է ավելի շատ օգտավետ վազե այնտեղ, բիզնեսի մեջ դա հասկանալի ընդունելի է, հոգևոր աշխարհում տենց չպետք է լինի։ Անունը դնում են եկեղեցու բարեփոխում։ Գիտեք ինչ, եթե եկեղեցականը չի կազմում եկեղեցու ու կրոնի մասնիկ, այսինքն իր մեջ չի կրում դա, նա սովորական դավաճան է։ Դավաճան ուղղակի, դավաճան հոգևոր աշխարհին, դավաճան իր Աստծուն, դավաճան իր հավատքին, դավաճան իր կրոնին։ Հիմա Փաշինյանը մեղադրում է վեհապարին, ասում է նրա հետ մի քանի անգամ եմ հանդիպել, բիզնեսներից էր միայն խոսում։ Իսկ այն եպիսկոպոսները, որ իր կողքին կանգնած են, նրանց մասով ինչ կարող է ասել, նրանց մասին օֆշորների մասին մեծ խոսակցություններ կար, նրանց վարքի մասին, կապերի մասին տարբեր տեղեկություններ կան։ Եթե ինքը կարողանա ապացուցել, որ այդ 11 եպիսկոպոսները կուսակրոնությունը չեն խախտել, ես ներողություն խնդրեմ։ Օրինակ ես էլ ասում եմ, որ այդ բոլոր 11 բոլոր եպիսկոպոսներն էլ 99%-ով ես էլ համոզված եմ, որ իրենք կուսակրոնությունը խախտել են։ Մի կողմից դա նաև դրական է, ազգն են շատացրել։ Փաշինյանն ասում է, ես չեմ ասում նրանք չեն խախտել, ես ասում եմ, որ պետք է այսուհետ բարեվարկություն անցնեն հոգևորականները, այ դրա համար եմ ասում կանոնադրությունը։ Պարոն Փաշինյանը, եթե ուզում էր այդպես, նա պետք է վեհապարի հետ նստեր դեմ դիմաց, ժողովուրդը թող դրա մասին իսկի չի մանարել, նստեին երկուսով երկրի հոգևոր ղեկավարը եւ երկրի աշխարհիկ ղեկավարը գտնեին երկուսով այն ճանապարհը, որը կտաներ եկեղեցու եւ եկեղեցականի բարեվարկության բարձրացմանը։
Առասարակ Փաշինյանը աչքի ընկել է հոգևոր այդպես մեծ նվիրվածությամբ, հավատքով։ Իհարկե ոչ։ Հիմա ամբողջ օր այդ մասին է խոսում, անդադ ասում է, որ այս ամեն ինչը արվում է Գիտեք ինչ Հիսուս կա։ Քրիստոսի համար, սա Հիսուս Քրիստոսի ցանկությունն է, նպատակն է։ Ինքը այդպես է ներկայացնում, որ Աստված է իրեն ասել, ոչ թե ասել, այլ որ իր Գիտեք, նպատակը Աստծուն հաճելի լինելն է եւ Աստծուն Գիտեք, հաճելի եկեղեցի ստեղծելն է։ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իմ տեսած ամենամեծ մանիպուլիստն է։ Մանիպուլյա անելու ամենամեծ վարպետն է։ Օրինակ նա որ իշխանության էր գալիս, խաբկանքներ է դա, իշխանության էր գալիս, երբ որ իշխանության եկավ, հայտարարեց, որ անցումային արդարադատություն պետք է ստեղծենք, պետք է բոլորը պատասխան տան, բա ուր է այդ անցումային արդարադատությունը։ Բոլոր տեսակի արագաչափները պետք է վերացնենք։ Թոշակառուների թոշակը պետք է բարձրացնենք։ Գիտեք ինչ Բայց հետաքրքիր այս բան է։ հարցերով արդյոք Փաշինյանը ռիսկ կանի, այսպես ասած, այս թեմաները շահարկման առարկա դարձնել, օրինակ Հիսուս Քրիստոսի անունը, իր հավատքը։ Գիտեք ինչ, երբ մարդը տարված է իր իսկ գաղափարներով այնքան, որ ոչ մեկի կարծիքը չի լսում ու նրա միակ նպատակը վերընտրվելն է, միակ եւ վերջնական նպատակը վերընտրվելն է, որովհետեւ ինքը գիտի, որ եթե չվերընտրվեց, ինքը կանգնելու է արդար դատաստանի առջև, դա որովհետեւ ժողովրդին խաբելու, հուսախաբ անելու, ժողովրդի հույսերը թաղելու, ժողովրդին այսքան տարի ասֆալտ ենք արել, ասֆալտ եք արել, սիրելիներս, ասֆալտը դուք չեք արել նրա համար, որ եսիմ ինչ է դա, ասֆալտը դուք պարտավոր էիք անել։ Մի օրինակ բերեմ։ Երկու ընտանիք, մի ընտանիքի ամուսինը խմում է, կնոջը ծեծում է եւ այլն, ամենավատ վիճակն է։ Մյուսը նորմալ է ամեն ինչով։ Այդ մյուսը հերոս է, թե ուղղակի նորմալ մարդ է։ Հա? Նորմալ մարդ է, չէ՞։ Նա հերոս չի, բա դու կանգնում ես, ասում ես, ով հարկ է վճարում, Հերոս է։ հերոս է։ Այս սիրելիներս, դուք ոչնչացրիք հերոս անունը, հերոսացին անունը, դուք այնպիսի բան բերեցիք ժողովրդի մեջ, հիասթափություններ, գիտեք ամենավատ բանը, երբ մարդուն զրկում ես հույսից, որովհետև մարդը կարող է կարողություններ նորից վերականգնել, մարդը կարող է իր գործողություններով նորից փորձել պայքարել, բայց երբ հույսն է կորցնում, հիմա այսօր մեր ժողովուրդը շատ հիասթափված է, հույսը կորցրած է, որովհետև ամբողջ ընթացքում միայն մի բան է, Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ամբողջ, այսպես ասած, դրվածքը հետևյալի մեջ է, նրանք պետք է կարողանան հասնել այն բանին, որ ժողովուրդը նորից կանգնի վատի եւ վատագույնի ընտրության առջև, այսինքն թույլ չտա, որ այն առողջ ուժերը, որոնք քաղաքական դաշտում չկան, գան քաղաքական դաշտ եւ այդ դեպքում լուրջ ընտրություն լինի, այսինքն կվերանան այն բոլոր, կվերացվեն այն ուժերը, ես մի առթով ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր ճանապարհից աշխատում է հեռացնել այն բոլոր ուժերին, որոնք թույլ չեն տա, որ ինքը վերընտրվի, եւ կթողնի միայն փորձում է թողնել միայն այն ուժերը, որոնք իրենց ոչ թե կխանգարեն իրեն, այլ կոժանդակեն։ Օրինակ տեսեք, ես մի առթով ասել եմ, չէ, որ այսօրվա անդիմությունը լավ սինխրոն ձևով աշխատում է Նիկոլ Փաշինյանի համար, ինչպես է նա աշխատում։ Բայց նրա այս ընդդիմությանն էլ է մեղադրում տարբեր հանցանքների մեջ, հող է նախապատրաստում, նրանց որպեսզի չտա ընտրությունների մասնակցել։ Կներեք, բա պետք է մեղադրի։ Բայց հիբրիդային պատերազմի մասին երբ խոսում են, առաջին թիրախում հենց այդ ընդդիմությունն է, ձեր ասած։ Կեղծ է։ Խորհրդանական ընդդիմությունը։ Կեղծ է։ Նիկոլ, եթե այսօր Եվրամիությանը ուզում եք ես հստակ ասեմ իմ հիբրիդային մոտեցումը։ պատերազմ ենք անում։ Ես հստակ ասեմ իմ մոտեցումը։ Եթե այսօր, հենց այսօր Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական դեմքեր դուրս գան պայքարից, վաղը Նիկոլ Փաշինյանի ընտրելու հավանականությունը գրեթե կզրոյանա։
որովհետև ժողովուրդը Այդ գնալու դեպքում է պետք է լինի մեկ այլ ուժ, որ Այո։ ունենա այդ վստահությունը։ հենց այդ ուժերին էլ Նիկոլ Բայց այդ ուժը Փաշինյանը չկա։ փորձելու է վերացնել։ Օրինակ, Բայց կա այդպիսի ուժ։ մի րոպե, հիմա տեսեք, այսօր Ընդգծված ինչ է անում։ առաջնորդ։ Իհարկե, մենք այսօր պարոն Աղազարյանի հետ հստակորեն առաջ են քաշում, չէ, ընդդիմադիր Ճակատ ոչ թե ստեղծելու ընդդիմադիր գաղափարը։ ուժ ստեղծելու, այլ ընդդիմադիր ճակատ ստեղծելու։ Ճակատը եւ ուժը տարբեր է։ Օրինակ, մենք գտնում ենք, որ սխալ է այն մոտեցումը, որ բոլորը պետք է հավաքվեն միտեղ, որովհետեւ նախ բոլորը չեն Բայց կարող իրենք չեն էլ հավաքվել։ ասում, որ բոլորով հավաքվելու են Մի միտեղ։ րոպե, բոլորը բայց եթե բոլորով չմիանանք, Նիկոլ Փաշինյանը կհաղթի։ Ուրեմն առաջի հերթին մեր ձևովը այո, բավականին մեծ ուժ ունի, բայց մեր ձևովը ինքը միայնակ չի կարող։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ուժերը ոչ թե մեր ձևովի մեջ հավաքվեն, ոչ թե մեկ ուժ ստեղծեն, որպես հակակշիռ, այլ մի քանի դաշինքներ ստեղծեն։ Այ պատկերացրեք, որ ասենք ենթադրենք այսպես ամբողջ ռազմաճակատի գծով մի քանի դաշինքներ են ստեղծվում։ Եվ այդ դեպքում այդ դաշինքները, եթե մի քանիսը ստեղծվեցին, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չի կարողանալու հասկանալ, թե որ դաշինքի դեմ ինքը պայքար պետք է մղի։ Այս դեպքում է, որ մենք առաջարկում ենք, որ այս դաշինքները ստեղծվեն, այս դաշինքները միասին համաձայնագիր կնքեն իրար հետ, որ միասին գնում են, անկախ նրանից, թե դաշինքներից որևէ մեկին, իհարկե կենտրոնում մեր ձևն է, որովհետև այսօր ամենամեծ այսպես ռեյտինգը նա ունի, ընդդիմադիր դաշտի մասին է խոսքը։ Եթե որևէ մի դաշինքի Նիկոլ Փաշինյանը փորձի հեռացնել, ապա մնացածները կգան եւ ընդհանուր Այսինքն արտախորհրդարանական բոլոր իսկապես ընդդիմադիր ուժերը համախմբվեն մեր ձևովի շուրջը։ Ձեր ասածը դա է։ Չէ, ոչ թե մեկ ճակատով շուրջը, բայց ոչ թե մեջը։ Շուրջը, օրինակ, ասենք 4-5 դաշինք ստեղծվի, ճակատը ստեղծվի եւ հայտարարեն, որ մենք բոլորս եկեք հասկանանք, ինչ ենք ուզում։ Մենք բոլորս ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ուրեմն հեռանա։ Եթե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, մենք բոլորս այդ մի ցանկություն ունենք առայժմ։ Իսկ հետո հեռացումից հետո մենք պետք է ստեղծենք ժամանակավոր այնպիսի իշխանություն, որը իր մեջ կներառի դաշինքի բոլոր անդամների համաձայնությամբ իշխանություն, բոլորը, եւ այդ իշխանությունը 4-5 ամսվա ընթացքում կձևավորի նոր կառավարություն եւ նոր կնշանակի նոր ընտրություններ։ Արդեն այն ժամանակ այդ դաշինքները թող իրենք որոշեն ով ում հետ է գնալու։ Այն ժողովրդի մոտ այն տպավորությունը, որ դուք հավաքում եք, ոնց կարող եք միասին գնալ, միասին չեն գնում, միասին Նիկոլ Փաշինյանին ենք հեռացնում։ Դրանից հետո մենք ստեղծում ենք նոր կառավարություն, ժամանակավոր կառավարություն, համաձայնագիրը կնքվում է։ Հա, այստեղ մի նրբություն էլ կա։ Ենթադրենք թե դաշինքներից մեկին, դա կլինի մեր ձևովը, թե կլինի մեկ ուրիշը, այդ դաշինքին Նիկոլ Փաշինյանը, ինչպես Մոլդավիայի օրինակը, հեռացնում է ճանապարհից, գտնելով, որ հենց դա է ամենավտանգավորը, ապա այդ հեռացրած դաշինքի ներկայությունը կառավարության մեջ չպետք է բացառվի։ Եվ այնտեղ մենք այնքան կետեր ենք բերել։ Այսինքն, բայց դուք կարծում եք, որ հունիսի 7-ի ընտրություններին պետք է մասնակցեք։ Մենք, այո, իհարկե։ Այսինքն, այս ամեն ինչը, որ դուք նշեցիք, մասնակցեք ընտրություններին, այս ձևով մասնակցությունն է։ Բայց ինչպես է այդ դեպքում ժամանակավոր կառավարություն ստեղծվում։ Հենց այդպես Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո դաշինքի բոլոր ներկայացուցիչներով փոխադարձ համաձայնությամբ նախորդ կնքված համաձայնագրով ստեղծվում է նոր կառավարություն։ Բայց այդ դեպքում ինչու ժամանակավոր։ Որովհետև այդ ժամանակավոր կառավարության մեջ բոլոր ուժերը այնպիսի ուժեր կան,
որ օրինակ եթե ասենք մի թևում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, իսկ մյուս թևում ենթադրենք մյուսները մեր ձևովն է եւ այլ, ապա նրանք չեն կարող միասին կառավարություն ստեղծել։ Այդ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո պետք է նշանակվի իսկապես նոր արդար ընտրություններ անցկացնել։ Դուք ասացիք, որ Փաշինյանը առանձնապես աջակիցներ չունի, նրանց թիվը նվազել է, եւ իդեպ վերջին քայլերթը, որ Փաշինյանը իրականացրեց 2026 թվականի սկզբին, այդ ժամանակ մենք չտեսանք մեծ թվով մարդիկ, ովքեր աջակցեցին, բայց նա հայտարարությամբ կոչով հանդես էր եկել եւ շատերն ասում են սա ցուցիչ է, որ Փաշինյանը առաջվա աջակցությունը չունի։ Դուք այդպես եք կարծում։ Ոչ թե այդպես կարծում եմ, ես համոզված եմ, ես ասել եմ։ Նիկոլ Փաշինյանը իր հույսը դրել է մի քանի արգումենտների վրա։ Առաջին, որ մեր ժողովուրդը, հուսախաբված ժողովուրդը չի գա ընտրության եւ քիչ քանակությամբ ընտրության գալու դեպքում իր ռեյտինգը, իր ձայները կբավականացնի։ Դրա համար մենք կոչ ենք անում բոլորին, որ գան ընտրության, թող ոչ ոքի չընտրեն։ Եթե գտնում են, որ Աղազարյանն ու Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն են, սիրելիներս, մի ընտրեք մեզ, բայց շատ հետաքրքիր տարբերակ եմ առաջարկում ես։ Օրինակ, տեղամասում վերցրեք բոլոր թերթիկները, ժողովուրդ ջան, հայրենակիցներ, այդ տեղամաս եք գալիս բոլորդ, ինչքան հնարավոր է, իմ հասակակիցներ, սիրելի թոշակառուներ, խաբված թոշակառուներ, մոտ 500, իհարկե խաբված էր, երբ որ վարչապետն ասում է թոշակառուն ինչ պետք է անի այդ 10,000-ը, որտեղ պետք է ծախսի, փոխանակ մտածի, թե ինչոց է, կա հետաքրքիր տարբերակ, գալիս եք ընտրության, վերցնում եք բոլոր թերթիկները գցում եք աղբարկղ, վերցնում եք ՔՊ-ի թերթիկը, պատռում եք լրիվ երկու մասի, դնում եք ծրարի մեջ եւ գնում եք, որպեսզի դա անվավեր համարվի։ Եթե ոչ մեկին չեն ուզում ընտրեն։ Եթե ոչ մեկին չեք ուզում ընտրեն, պատռում եք։ Ես կմեղադրեմ, որ դուք կոչ եք անում, որ գնան թերթիկները պատռեն, չմասնակցեն նորմալ ընտրություններին, իրենց կամքը չարտահայտեն։ Կներեք, դեմ լինել, եթե այնտեղ լիներ դեմ են բոլորին, ես կասեի նշեք դեմ են բոլորին, բայց քանի որ չկա դեմ են բոլորին, ապա ես առաջարկում եմ, գիտեք ինչու, նախորդ ընտրության ժամանակ մի հետաքրքիր բան կատարվեց տեղամասերից մեկում, այն ժամանակ մեր իշխանությունն էր, նախագահը 21 թվականի մասին է, կիսապատրված թուղթիկը վերցրեց, ՔՊ-ինն է, ասեց, ես սա համարում եմ օրինական, եւ պլյուս դրեցին, սա ճշմարտություն է, դա էլ հո իմ աչքի տեսածն է, բայց այն ժամանակ դու կողմ եք այդ ամենից։ Ոչ կողմ չեք, կներեք, մարդիկ հենց սրանում են խմում, եւ պարոն Աղազարյանը, եւ ես, մենք մշտապես որոշակիորեն դեմ ենք եղել անարդարությանը, մենք հարց ենք բարձրացրել, ինչու անցումային արդարադատությունը չի ստեղծվում, ինչու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի տրվում, ոնց որ նախատեսված էր, չի տրվում ընդդիմությանը, ինչու չի ասվում, որ չի լինելու հստակ իրա կողմից, չի լինելու միջանցքը, Զանգեզուրի միջանցքը, ինչու չի ասում, որ վերադարձ չի լինելու բաների, չի ասել, եթե ես ժողովրդին հիմա չեմ մեղադրում, եթե ինձ նման մարդը ներսում գտնվելով միայն հետո է իմանում, որ ինքը խափնված է, հետո է իմանում, բա
մեր ժողովուրդը դրսից ոնց իմանար։ Վերադառնալով ուխտերթին, որը ասում են շատերը հենց զարմացրել է Փաշինյանին, որովհետև նրան թվում էր, որ ինքը առաջվա նման որ կոչ անի, բազմահազար մարդիկ են հավաքվելու, բայց այնտեղ 2.5 հազարի մասին էր խոսում, շատերն ասում են մի քիչ ավել է 3-4 հազար, Թող 5 հազար լինի։ 5 հազար, եթե շատ ամբողջապես ասենք, 5 ավելով ասենք, 5 հազար, որոնցից կեսը պարտադիր եկած էր։ Պետական հիմնարկների ղեկավարների հետ միասին նկարում նայում ես, տեսնում ես, ես գոնե որոշակի ճանաչում եմ։ Անակնկալ էր դա Փաշինյանի համար իսկապես։ Թե նա արդեն հասկանում է, որ առաջվա նման չէ։ Իհարկե հասկանում եմ։ Այդ էներգետիկան չկա, այն չի, որ ինքը կոչ անի մարդիկ այսպես։ Եթե չհասկանար, այսօր նա եկեղեցուն չէր կպնի։ Եկեղեցին ամենամեծ կազմակերպությունն է, որը կարող է խանգարել իր վերընտրվելուն, որտեվ եկեղեցին Բայց 21-ին չխանգարեց, չկարողացավ այդ եկեղեցին խանգարել։ Որովհետև 21-ին այդպիսի հարցեր չէր բարձրացված։ 21-ին ուղղակի մի փոքր դժգոհություն էր մեկը մյուսից։ 21-ին այդպիսի հարց բարձրացված էր։ Որ հարցերը նկատի ունեք խաղաղության այս պայմանագիրը, մի կողմից խաղաղությունը եւ այլն, մի կողմից ասենք բարևարկության, մի կողմից մնացած են ինչ որ հիմա իրենք թմկահարում են։ Չի կարելի։ Դե բայց ինքն էլ արեմտնոլորտը եկեղեցու դեմ։ Գիտեք, ինքը ավելի շատ այսօր հույսը դնում է Եվրոպայի վրա։ Հույս ունենալով, որ Եվրոպան կաջակցի իրեն։ Բայց ժողովուրդը պետք է հասկանա, եթե մենք թույլ տվեցինք, որ այս անձնավորությունը վերընտրվի, ես չեմ պատկերացնում, թե մեր զավակները 30 տարի հետո նոր Թուրքահայաստանում ոնց են ապրելու, որովհետև Ալիևը ինքը պարզ հայտարարեց. մենք զենքով չենք գալու, մենք գալու ենք խաղաղ ավտոմեքենաներով։ Հասկանում եք ինչ է։ Ասում խաղաղություն ենք հաստատում, որտեղ առևտուր ենք անում։ Խաղաղություն է անում։ Բենզին է բայց գալիս։ խաղաղություն է անում։ Ճիշտ է, 300,000-ին ինքը կկաշարի իր ժողովրդին մեծ փողեր կտա, բայց թևերը թափտալով եկեք անցեք։ Հո սահմանի վրա չես կրակելու նրա վրա։ Չես կրակի։ Կրակես թե չէ դուրս կգա, որ դու մարդասեր չես։ Ես իրա տեղը լինեի այսօրվա դրությամբ այդ ամբողջ սահմանի երկարությամբ 3 մետրանոց բարձր պատ կկառուցեի, արագորեն, ցեմենտ բետոնի 1 մետր հաստությամբ։ Ասում են ինչպես է պատկերացնում, որ խաղաղությունը կնքվում է եւ այդ ձեր ասածն է լինում։ Եթե խաղաղություն, ապա նրանք պետք է գնան, Եթե խաղաղություն էր, Գերանցում ինչու պատ կառուցեց։ Դե Բերլինի ամբողջապես չի հաստատվել խաղաղությունը։ Բերլինի պատը քանդեցին, բայց ինքը պատ կառուցեց։ Եթե խաղաղություն էր, իրական խաղաղություն էր, ինչու Գերանցում պատ կառուցվեց։ Դե պատասխանեք։ Ուրեմն խաղաղություն չէր։ Ուրեմն ինքը վստահ չի այդ խաղաղության։ Խաղաղությունը ես մի անգամ պատմությունից օրինակ բերել եմ եւ ելի կարող եմ այստեղ կրկնել։ 100-ամյա պատերազմը Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ 1337 թվականից մինչև 1456 թվականը 116 տարի եղել է։ Այդ պատերազմի ընթացքում մինչև խաղաղության պայմանագիր կնքել Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ առնվազն ժամանակահատված է եղել եւ 20 տարուց ավել ժամանակ չեն կռվել իրար հետ։ Այդ վիճակում իրար խաղաղ իրար հետ գոյակցել են, բայց խաղաղությունը չի եղել։ Բա հենց դա էր ասում Ադրբեջանի դեսպանը, ասում են նրանք նույնիսկ 30 տարում մի կերպ կարողացան խաղաղություն հաստատել, բայց մենք մի քանի տարում կարողացանք։ Ինչ 30 տարում։ Ադրբեջանի դեսպանն էր ասում էր մենք մի քանի տարում պատերազմից հետո փաստորեն 4-5 տարում կարողացանք խաղաղություն հաստատել պատերազմից հետո։ Դատարկեցին ամբողջ Արցախը եւ այսօր Արցախում խաղաղ է։ Ոչ մեկը չի կրակում, որովհետեւ կրակող չկա, հայ չկա այնտեղ, որ կրակի, որ իրենք կրակեն հայի վրա, չկա։ Դա ուզում են նաև իրենք այստեղ Հայաստանում անեն։ Ես նորից եմ ասում, դուք պատկերացրեք այդ վիճակը, 300,000 ադրբեջանցի թևերը թափ տալով, խաղաղ ձևով, երեխեքին իրանց ուսերին դրած գալիս են, հո չես կրակելու։ Պատ կառուցի, հիմիկվանից պատ կառուցի, որտեվ ինքն արդեն քեզ ասել է, եթե դու դեմ չես դրան, իսկ եթե դեմ ես, հիմիկվանից դու այդ ամբողջ ճանապարհին պետք է 3 մետրանոց 1 մետր հաստությամբ երկաթ բետոնե պատ կառուցես, ասես իմ երկրի սահմանն է, ոնց որ ասենք
Ամերիկան էր ցանկանում Թրամփը բանի հետ, Մեքսիկայի հետ պատկառուցել։ Դե կառուցի։ Եթե չես կառուցում, ուրեմն դու համաձայն ես, որ այդ 300,000-ը գան այստեղ։ Հիմա պարոն Ասլանյան, այս մտահոգությունները ինչու չունեն ԿՊ-ի մյուս անդամները։ Խոսքը միայն խմբակցության պատգամավորների մասին չէ, այլ ընդհանուր առմամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ երբ նա գնում է եկեղեցիներ, պատարակների է մասնակցում, այսպես կոչված պատարակների եւ պահանջում, որ վեհափարի անունը պարտադիր զեղչվի, նրա հետ ԿՊ-ի ամբողջ անձնակազմը ներկա է, մարզպետներ, նախարարներ, այս վերջին ուխտերթի ժամանակ ազգային ժողովի նախագահներ, թեև էլի էր եղել ինքը հանրապետության նախագահներ, հիմա ինչ բացատրություն ունի։ Նրանք կիսում են փաստորեն, այսինքն իրենք վտանգ չեն տեսնում։ Այն վտանգները, որի մասին դուք եք խոսում։ Վտանգ չեն տեսնում։ Դե բա ինչու են աջակցում այդ դեպքում։ Որովհետև վախենում են պաշտոնները կորցնելուց։ Որովհետև իրենք բոլորը վախենում են պաշտոնները կորցնելուց։ Պետականամետ չեն։ Շատ կներեք, պետականամետ մարդը ուրիշ տեսակ է լինում։ Նա հերվից է զգում, այս ժամանակին, որ ասում էին, որպեսի կռիվը չգա հասնի ստեղ 90-ական թվականներին, կռիվը չգա հասնի Երևան, մենք այնտեղ պետք է կռվենք, այս սրա մասին էր։ Հասկանում Հիմա եք։ այդքան մարդկանցից ոչ մեկ պետականամետ չէ։ Եթե Թե ինչ վախենում են։ Իհարկե վախենում են։ Իհարկե իրենց կարծիք ասելու հնարավորություն չունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդեն ավտորիտար կերպար է դարձրել իրեն։ Ոչ ոք ռիսկ չի անում ասել։ Տեսակ, մենք մի փոքր ռիսկ արեցինք ասելու, մեզ անմիջապես դուրս շպրտեց։ Որովհետև գիտեք Մեզ դուրս շպրտեց։ Ինչպես։ Դուք ասում եք, որ մենք դուրս եկանք։ Ինչպես։ Ասում եմ դուրս շպրտեց, թե դուք դուրս եկաք։ Չէ, մեզ հեռացրեցին։ Մեզ հեռացրել են։ Հստակ, մեզանից Դե դուք պահանջել են։ աջակցեցիք Աղազարյանին Այո, եւ որոշեցին հեռացնել։ որովհետև ես գտա, որ պարոն Աղազարյանը այն մեղադրանքները, որ ներկայացվում են նրան, նա մեղավոր չէ եւ ասել եմ, ես առաջարկեցի, որ նոր մեր ներսում հանձնաժողով ստեղծենք եւ փորձենք հասկանալ այդ բոլորը եւ մենակ դրա համար ինձ ասցին դու վարչապետի ասածը չես անում ուրեմն դու իրավունք չունես մեզ հետ քայլելու Այսինքն այդ վախի մթնոլորտը ոչ միայն պատգամավորների մեջ է ազգային ժողովում, այլ նաեւ կառավարությունում։ Բոլորի եթե նրանք վախից իրենց նախկին ընկերոջը գործընկերոջը անցնում են բարև չեն տալիս վախենալով որ դա կհասնի իր Հիմա ականջին չեն բարևում։ Իհարկե վախենալով որ դա կհասնի իրենց Ոչ մեկ չի բարևում ձեզ ԿՊ-ից։ գրեթե Մեծ մասը չի բարևում։ մեծագույն մասը ինձ համար դա ծիծաղելի է։ Այսինքն Փաշինյանն է ասել, որ չբարևեք նրանց։ Շատ կներեք։ Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին չբարևեք, ասել է։ Երևի չգիտեմ ես, ճիշտն ասած ես չգիտեմ դա ով է ասել, բայց ես արձանագրում եմ իրականը։ Օրինակի համար շատ կներեք չի կարելի էլի, դա ցույց է տալիս մանկամտությունը։ Հիմա այսինքն նրանք համաձայն չեն Փաշինյանի ասածների հետ, եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ, վեհապարին հեռացնելու հետ, բայց գնում են կողքը կանգնում են։ Փաշինյանը հայտարարել է կառավարությունում Եթե այսօր դուք իրար կողք դնեք, նրա այն խոսույթը, երբ որ գալիս էր իշխանության ասում էր, այո, եկել էր նոր իշխանության, Հայաստանում գոյություն ունի 3 միլիոն վարչապետ, եւ դա այդպես էլ պետք է լինի, եւ դրա կողքը դնեք այն, որ ասում է, ինչի կառավարությունում կա որևէ մեկը, որ իմ կարծիքին հակառակ կլինի, նույն րոպեին նրանք կար հեռացնեմ, սա ձեզ արդեն ոչինչ չի ասում, թե որտեղից ուր է հասել Փաշինյանը։ Նա ճանապարհ է անցել արդեն։ Եվ ամփոփելով զրույցը ինչ է կարծում այս գործընթացները ինչ ընթաց կստանան Փաշինյանը միջև ուր կարող է հասնել մասնավորապես վեհապարին հեռացնելու հարցում։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի հաջողելու, որովհետև շատ արագորեն մոտենում են ընտրությունները եւ շուտով նրանք ամբողջությամբ լծվելու են այդ ընտրություններին, բայց ես ժողովրդին նորից կոչ եմ անում սիրելի արտախորհրդարանական ուժերին անպայման
միավորվեք դաշինքների մեջ, մի փոշիացրեք, փոշիացման ժամանակ էլ Փաշինյանը շահում է, ես կարծեմ անցյալ անգամ այդ օրինակը բերեցի, չէ, որ փոշիացման շնորհիվ նախորդ ընտրություններում ԿՊ-ն 13 ձայն է ստացել, մի փոշիացրեք, մտեք, համաձայնության եկեք, նույնիսկ այն մարդկանց հետ, ում հետ չեք էլ ուզում ճանապարհ, բայց այնպես անենք, որ փոշիացումը քչանա, փոշիացում տեղի չունենա, որպիսի այդ փոշիացումից չօգտվի ԿՊ-ն եւ Փաշինյանը չվերընտրվի, որովհետեւ շատ կներեք, եթե մի պետության մեջ հիմա արդեն պետք է անցնեմ կրթության նախարարին, չէ, պետք է խոսեմ սա, վերջերս իր ելույթում ասում եմ մենք բաժակաճառերով հայրենասերների ժողովուրդ ենք, Տիկին Անդրեասյան, դուք դրանով վիրավորում եք ինձ, իմ ընկերներին, իմ այն ընկերներին, որոնք հայրենասիրության տոգորված զոհվեցին ու հիմա եռաբլուրում պարկած են, ուրեմն նրանք բաժակաճառի էին, նրանք հենց այնպես զոհվեցին։ Շատերը որ կամավոր են գնացել նույնիսկ։ Իմ ընկերները, իմ շրջապատը բոլորը կամավորներ էին։ Այո։ Այնպես չի, որ զինվորական էին եւ ես զինվորականների մասին չեմ խոսում, ես խոսում եմ մահապարտների մասին, ես խոսում եմ այն խմբերի մասին, այն ջոկատների մասին առանցին, որոնք հայրենասիրությամբ տոգորված գնացին ու թուրքի գլուխը ջարդեցին, ուրեմն դա բաժակաճառ էր, բա դու նախարար ես, դու չես հասկանում ինչ ես խոսում, ոնց կարող է պատահի տենց վիրավորես, ուրեմն ես, իմ ընկերները իզուր տեղնենք մեր կյանքը վտանգել ես երկրի համար, ես հայրենիքի համար, ես երկրի համար, ես հողի համար, մեր այրունը խառնել ենք դրան, ինչ եք, ամեն մեկին չի կարելի բերել, դարձնել որևէ պաշտոնյա ու այդ պաշտոնյային ասել դու մտքեր ասա, մտքեր չես կարողանում ասել մի ասա, գնացեք դպրոց, նախարար եք, գնացեք մի հատ դպրոց տեսեք, թե դպրոցներում ինչ է, ինչ վիճակ է, դպրոց եք կառուցում, դպրոց կառուցելով կրթություն չես ստեղծի, դպրոցում հոգեբանություն չկա, դպրոցում դա մի առանցին թեմա է, այնքան կուզենայի դրա մասին խոսել, ես այն օրվա ելույթից հետո շատ վիրավորված եմ, շատ վիրավորված եմ, իմ ընկերների համար, իմ զինվորների համար, այն 7 զինվորների, որ այսօր եռաբլուրում պարկած են, հասկանում եք, ինչի մասին է խոսքը, դուք չգիտեք հայրենասիրության արժեքը, եթե դուք հայրենասիրության արժեքը չգիտեք, մի մտածեք, որ մյուսները չգիտեն, հարգարժան Տիկին Անդրեասյան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։